Գերատեսչությունները շարունակում են ամփոփել 2025-ը և հրապարակում են ականջ շոյող տարբեր ձեռքբերում տվյալներ։ Այստեղ իհարկե կարևորն այն է, որ հրապարակված տեղեկատվության իսկությունը քաղաքացիների մոտ կասկածներ չառաջացնի։ Խոսքը այն մասին չէ, որ տեղեկատվությունն է կեղծ։ Պարզապես երբեմն մարդկանց մի զանգված դրական փոփոխություններն իր մաշկի վրա զգալու խնդիր ունի։ Ասենք տարվա ընթացքում գրանցվել է այսքան տոկոս տնտեսական աճ կամ այնքան տոկոս տնտեսական ակտիվություն եւ այլն։ Ավելի գործնական օրինակ, երկրում միջին աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները։ 6%-ով աճ ունենք նաև աշխատավարձերի մեջ։ Եթե անցած տարի դեկտեմբերին միջին աշխատավարձը 379,000-ից մի փոքր ավել էր հարկերը ներառյալ, ապա այս տարի դեկտեմբերին արդեն հարկերը ներառյալ 401,400 դրամ է։ Միջին աշխատավարձի աճը ենթադրում է, որ բնակչության գերակշիռ հատվածի կենսամակարդակն է էականորեն աճել։ Այսինքն մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ այն, ինչը ժամանակին անհասանելի էր։ 8 տարվա կտրվածքով վիճակագրական տվյալներն ավելի շատ հարցերի տեղիք են տալիս։ 288,460 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը ավելացել է 186,400 դրամով։ Իրականում նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է միջին աշխատավարձ։ Ըստ էության երկրում բոլոր աշխատողների աշխատավարձերը գումարվում են իրար եւ բաժանվում են բոլոր աշխատողների թվի վրա։ Արդյունքում ստացվում է 401,000 դրամ, ներառյալ հարկերը։ Բավականին գրավիչ թիվ է, եթե հաշվի ենք առնում, որ շատ ոլորտներում սա հազվադեպ հանդիպող հաստիկներում սահմանված աշխատավարձի չափ է։ Դուք ունեք $100 եկամուտ, ես ունեմ 0 եկամուտ, $0 եկամուտ։ Մեր միջին եկամուտը, մեր երկուսի միջին եկամուտը $50 է։ Բայց դուք տիրապետում եք ձեր $100-ին, ես իմ 0-ին, չունեմ ես ոչ մի բան։ Այսինքն ստացվում է, որ երկրում մարդկանց որոշակի շերտ, ասենք 50-60 հազար մարդ, իսկապես սկսել է շատ ավելի վաստակել, քան նախկինում։ Ոլորտային աշխատավարձերն էլ բարձր են, բայց աշխատողների գերակշիռ հատվածի եկամուտները գրեթե անփոփոխ են մնացել։ Միջին աշխատավարձի աճը բացառապես բարձր պաշտոնյաների եւ որոշակի մասնավոր ոլորտների հանքարդյունաբերություն, բանկային եւ ապահովագրական ոլորտ, կապի օպերատորներ, որոշակի IT իհարկե մասնակցություն ունի, գազ եւ էլեկտրաէներգիա։ Բացառապես այս ոլորտների բարձր պաշտոնյաների աշխատավարձերի հաշվին է միջին աշխատավարձի աճը տեղի ունենում։ Կա եւս մեկ խնդիր, որի պատճառով մարդիկ չեն ֆիքսում սեփական եկամտի աճը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։ 7-8 տարի առաջվա համեմատ սննդամթերքի շուկայում գրանցվել է 30-ից 40% գնաճ, իսկ խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնք ուզած-չուզած գնում ես։ Այսինքն ստացվում է, որ եթե տարիներ առաջ այս կամ այն ապրանքները կարողանում էր գնել 100,000 դրամով, ապա հիմա նույն ցանկի համար ստիպված ես ծախսել 150,000 դրամ։ Հետևաբար, նույնիսկ եթե աշխատավարձը որոշակի տոկոսային աճ է գրանցել, ապրանքների գնաճը շատ ավելին է։ Հավելյալ եկամուտդ, ըստ այդմ, խնայելու հնարավորություն չունես, թողնում ես խանութներում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։